Անորոշություն, անհանգստություն, բայց միաժամանակ հույսը չկորցնելու պայքար։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների հարազատների առօրյան մեղմ ասած այս տեսքն ունի։ Արդեն 6 տարի է ադրբեջանական բանտում է նաև Լյուդվիգ Մկրտչյանը։ Նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին օրերս իրավապաշտպան Լուսիանա Մինասյանը ահազանգեց։ Նրա հրապարակած բժշկական տվյալների համաձայն 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի մոտ արձանագրվել են օրգանիզմում բորբոքային գործընթացի եւ սրտի աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրներ։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա, ձախ փորոքի հիպերտրոֆիա պլյուս դիաստոլիկ դիսֆունկցիա պլյուս աորտայի անբավարարություն։ Փաստաբանը միջազգային կառույցներին կոչ է անում անհապաղ ապահովել անկախ բժշկի մուտքը եւ անհրաժեշտ բուժօգնությունը։ Լյուդվիգ Մկրտչյանը հատկապես վերջին ամիսներին հաճախակի է սկսել գանգատվել առողջական վիճակից։ Նրա հարազատների փոխանցմամբ հայ ռազմագերու բուժման, պահման պայմանների եւ առողջական իրական վիճակի մասին տեղեկություններ ստանալը բարդ եւ ժամանակատար գործընթաց է։ Ընտանիքի անդամները թեև տեսանկարահանվել չցանկացան, սակայն Շանթ Նյուզի հետ զրույցում ասացին, չգիտեն թե մեկ էլ երբ կկարողանան լսել նրա ձայնը։ Հստակ մի բան գիտեն, լավագույն դեպքում 35-ից 40 օրը մեկ են զանգ ստանում։ Վերջին զրույցի ժամանակ էլ Լյուդվիգն ասել է, որ դեղերը, որոնք տվել են, չի օգնում։ Բժիշկները չեն ասում, թե ինչ խնդիր կա։ Իսկ Լյուդվիգի կինը տիկին Հրանուշը անորոշությունից տեղը չի գտնում։ Արդեն չգիտի էլ, թե ումից ինչ սպասել։ 6 տարի է սպասում է, մաշում է ընտանիքը։ Ճիշտն ասած կառավարություն ու բոլոր պատկան մարմիններին ինչքան դիմել եմ, բոլորն ասել են, որ աշխատում ենք ու ճիշտ է ես այդ արդյունքը տեսնում եմ, թեպետ այդ աշխատանքը այո շատ ծավալուն է, բայց շատ դանդաղ ընթանում, որի արդյունքում մենք ունենք այն ինչ որ ունենք։ Հույսը սակայն տիկին Հրանուշի համար էլ վերջինն է մեռնում։ Մեծ է հավատը, որ ամուսնուն ողջ ու առողջ վաղ թե ուշ նորից կողքին կտեսնի։ Հրատապ է, որ ինքը շուտ վերադառնա, որովհետև ամեն զանգելուց ես հասկանում եմ, որ ինքը գնալով ավելի ու ավելի վատանում է։ Լյուդվիգ Մկրտչյանի դուստրն էլ Սվետան նախ եւ առաջ որ առողջության մասին է մտածում։ Գոնե մարդկային կգտնվեն եւ գերության մեջ գտնվող հորը բժշկի ծառայություններից էլ չեն զրկի։ Հայրիկից գոնե տանան հիվանդանոց, ստուգումներ անեն, ինչ որ բժշկական առաջնային օգնություններ ցույց տան, որպեսզի մի փոքր իր վիճակը կարգավորվի, մինչեւ այսպես ասած հասկանանք երբ կվերադառնա տուն։ Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակի մասին ընտանիքի անդամները ավելի հստակ տեղեկանում են Եվրոպական դատարանից։ Արդեն 1 տարի է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ չի այցելում նրանց։ Բաքվում են այդպես որոշել։ Շանթ Նյուզի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զարա Ամատունին ասաց, որ վերջին անգամ դեկտեմբերին Ժնևի իրենց ներկայացուցիչներն են կարողացել տեսնել Ադրբեջանում պահվող անձանց։ Անկախ նրանից, որ մենք այլևս չկանք Ադրբեջանում, մեր կազմակերպությունը Ժնևի գլխավոր գրասենյակի մակարդակով շարունակում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ մարդասիրական հարցերի շուրջ։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը խոսելով այս պարագայում միջազգային իրավական մեխանիզմների կիրառումից վստահ է, որ դրանք կիրառվում են, սակայն ըստ նրա հաշվի պետք է առնել, որ գործ ունենք Ադրբեջանի հետ, որը հաշվի չի նստում Եվրոպական դատարանի որոշումների հետ եւ անընդհատ մանևրում է, թեև ունի քաղաքական պարտավորություն։ Որևէ գործուն մեխանիզմ այս պայծրությամբ, բացի գուցե քաղաքական բանակցություններն են, ես դեռ չեմ տեսնում։ Իսկ արդյոք Ադրբեջանը կարող է պատժի կրման պայմաններն ու ժամկետները փոխել, հաշվի առնելով Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը, իրավապաշտպանն այսպիսի կարծիք ունի։ Ես վստահ եմ Ադրբեջանն էլ այդ օրենքները ունի, դրանք ընդհանուր օրենքներ են, այսինքն պատժի կրման տարբեր ռեժիմներ կամ պատժի կրման ժամկետը կրճատելը, ի վերջո համաներում, այս բոլոր մեխանիզմները նաև Ադրբեջանում կա, մենք այդ մասին կարդում ենք այլ գործերով։ Բայց առայժմ դրանք դեռ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, սկսած ասենք են 2000-ականներից, երբ որ առաջին անգամ մանդատական գործեր արդեն սկսեցին հարուցվել, դեռ չի կիրառվել։ Իհարկե եղել է բարի կամքի դրսևորում հանձնել։ Հիշեցնենք Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի դատախազությունը նրան եւ նրա հետ գերեվարված Ալյոշա Խոսրովյանին եւս ծանր մեղադրանք է ներկայացրել։ Իբր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներ են խոշտանգել, ինչպես նաեւ մի շարք այլ հանցագործություններ կատարել։ 2021 թվականի օգոստոսին նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, որից առաջին 10 տարին պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած մասը ուղիղ գաղութում։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։